8 տարի անց մենք կարող ենք ասել, որ սա թալան է, եւ իրանք թալանում են մեր ժողովրդի փողերը։ Եթե ասենք, որ սա թալան չի, ուրեմն Սերժ Սարգսյանի ռեժիմն էլ կոռումպացված չէր։ Եթե սա թալան չի, Եթե սա թալան չի, ուրեմն պետք է անկեղծ լինենք, ասենք, որ սա թալան է։ Դու պետք է ասենք, որ սա թալանչիների իշխանությունն է։ Իրանք դարձան, նայ, որևէ թալանչի, եթե բացատրիկ էլի մարդկանց։ Ժորժ ջան, առաջի օրը մարդը չի գալի ու լնում թալանչի։ Ոնց գալիս են տես մանից, տես քիչ-քիչ դառնում են թալանչի։ Հասկանում եք, այտենց է լինում։ Ոչ մի դիկտատոր առաջի օրը չի լինում դիկտատոր։ Այդ դու ասում են Լուկաշենկոն, չէ՞, լավ վերցեք իր օպոզիցիոն ելույթներն ա, երբ է դարձել պրեզիդենտ, ինչեր էր խոսում։ Ժորժ ջան, այդ ընթացքում այդ ամեն ինչը լինում, էլի, տենց նենց չի որ բանա, տենց զարմանը, ընթացքում դառնում են թալանչի։ Հիմա սրանք այլևս թալանչիներ են, պետք է իրանց կոչել թալանչիներ։ Այն որ ասում եք, այն որ մեկը նորա ի հայտ գալիս, նորա դրսևորվում, Հա։ սխալներ ա գործում, քննադատում ենք, մեկ հանդիճ ասում ենք, թողեք թող աշխատի։ Այն Թողեք որ թող ասում եք թողեք թող աշխատի, այդ աշխատելու ընթացքում կամասից դառնում է Ինքը թալանչի։ թալանչի։